Երևան քաղաքի Մալացիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ժամը 14:54-ին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Դրանից հետո դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 4 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քառակուսի մետր պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին։ Շատ արագ եկավ բաժարնի եւ կարողացանք մի կերպ դեմ առնել, բայց դեռ բայց սա Մալացիա տոնավաճառի տարածքը չի, հարակից տարածքն է։ Մեր մոտ բարբերաբար ստուգումներ լինում է եւ անվտանգության համար ամեն ինչը ունենք, մենք կարողացանք օգնել մի քիչ, այստեղ էլ մեր ամբողջ աշխատողները աշխատում էին, որ կարողանանք միասին հանգցնենք։ Հնարավոր էր, որ շարունակվեր դեպի այն կողմ, բայց կարողացանք դեմ առնել։ Առաջի խանութից սկսվելա, որ մինչև տարածվելա դες։